Երեկո բոլոր նրանց, ում համար մայիսի 1-ը արթնացնում է հաճելի հիշողություններ, ոչ այնքան հեռավոր անցյալից։ Հրաշալի է, երբ ամիսն ու աշխատանքային շաբաթը սկսվում են հանգստյան օրից, եւ ի հավելումն այս ամենի Երևան հեռուստաընկերության ուղիղ եթերում իրիկնային ռանդևու ժամանցային երաժշտական ծրագիրը այս երեկո ձեզ հրավիրում է տոնական ժամադրության։ Երևի մարդուն բնորոշ է ուրախանալ օրացույցում կարմիրով նշված օր տեսնելիս։ Իհարկե, այս տոնի վրա ինչ-որտեղ մոռացության փոշի է նստել, բայց հեռու չէր այն օրը, երբ մեզանից յուրաքանչյուրիս ընտանիքում այս օրվան սպասում ու պատրաստվում էին։ Կարմիր դրոշակներ, տոնական շքերթ, աշխատանքային կարգախոսներ այս տոնի անբաժան մասն էին կազմում։ Երբեմնի աշխատավորների համերաշխության միջազգային օրը ներկայումս Հայաստանի Հանրապետությունում սահմանված է որպես աշխատանքի կամ աշխատավորների օր, որը նշելու համար օրը պետք է լինի ոչ աշխատանքային։ Ինչպես տեսնում եք, փոխվել է ոչ միայն տոնի սահմանումը, այլև դրա հանդեպ վերաբերմունքը, փոխվել են կարգախոսները։ Ավելի ճիշտ դրանք կորցրել են նախկին արդիականությունը։ Օրինակ, այս կարգախոսը աշխատանք, խաղաղություն, աշխատանք, մայիս կամ այս մեկը աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, այն իրոք որ կորցրել է նախկին հնչեղությունն ու ուժը։ Գուցե պակասել է աշխատասիրությունը, նվազել են աշխատատեղերը եւ ընդհանրապես գեղեցկանալու բազմաթիվ նոր միջոցներ են ի հայտ եկել։ Շատ մարդիկ հասկացել են նաեւ, որ ոչինչ չանելը հրաշալի զբաղմունք է, միայն թե մրցակցությունն է շատ մեծ։ Նախկին կարգախոսները փոխարինվել են գեր ժամանակակից արտահայտություններով, օրինակ այս մեկը, որքան լավ է ոչինչ չանել, իսկ հետո գնալ հանգստանալ, կամ այս մեկը, չեմ կարող կանգնել ու նայել ինչպես մյուսները աշխատում են, գնամ մի քիչ պարկեմ։ Բայց ինչպես ասում է ժողովուրդը, չաշխատողը չի աշխատում, իսկ աշխատողը աշխատում է նույնիսկ տոնական եւ ոչ աշխատանքային հանգստյան օրերին։ Հատկապես երբ խոսքը գնում է հեռուստատեսության եւ նրա նվիրյալների մասին։ Ես անգամ չեմ կարող ստույգ ասել այսօրվա մեր ժամադրության հյուրերը ուղակի հյուր են եկել, թե եկել են նաեւ աշխատելու։ Քանի որ խոսքը գնում է ոչ, այս դեպքում ես պատիվ ունեմ համարվելու նրանց կրտսեր գոլեգան։ Մեծ ուրախությամբ ուզում եմ նշել, որ այսօրվա մեր ժամադրության հյուրերն են Արտավազդ Եղոյանը եւ Կարեն Քոչարյանը։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը, թեև ձեզ համար շատ վաղուց սովորական պայման է տոնական օրերին չլինել տանը եւ լինել աշխատավայրում, եթերում։ Ի տարբերություն մյուս այսպիսի օրերին, այսօր ես տանն էի, բայց աշխատում էի։ Ես ուզում եմ շնորհավորել բոլոր նրանց, ում համար այսօր տոն է։ Սրտանց ուզում եմ շնորհավորել, որովհետև կան մարդիկ, որոնց համար այսօր իրոք տոն է։ Ինձ համար էլ տոներ սրանից մի 50 տարի առաջ երևի կամ 45, որովհետև ես հիշում եմ, որ իմ ձեռքը բռնած հայրիկս, մայրիկս դրոշակը ձեռքիս փուչիկներ այսքով շքերթի դուրս գալու համար մի տեսակ ուրիշ զգացում էի ապրում։ Ես ցավում եմ, որ այսօրվա մեր երեխաները այդպիսի անպայման չի մայիսի 1-ը, ընդհանրապես այդպիսի ապրումներ ունենալու քիչ հնարավորություն ունեն։ Իսկ այսօր աշխատում էի, որովհետև գործ էի անում տանը, մոնտաժ էի անում տանը եւ համարյա թե չհասկացա այսօր մայիսի 1-ն էր, թե ուղղակի հիշեցի, որ հրավիրված եմ եւ այդ առիթով իմացա, որ մայիսի 1-ն է։ Դրա համար մեր ձեռքին այսօր բացի Կարեն Քոչարյանի կարմիր փողկապից ու թաշկինակից կարմիր դրոշներ չկան։ Սակայն գալիս ուզում եմ անպայման ասել, որ սա կոմունիստական տոն չէ եւ չի եղել։ Չգիտես ինչու այսօր մեզանում բոլորն ասում են կոմունիստական տոներ, ես ինչ էր։ Ոչ, սա կոմունիստական տոն չէր։ Ընդհակառակը նույնիսկ կարելի ասել ինչ որտեղ հեթանոսական։ Այդպես ես դրանից ուզում էի սկսել ձեր առաջին հիշողությունները ոչ թե որպես հեռուստատեսության աշխատակիցներ, այլև մանուկ հասակում, որ ստացել եք շքերթին մասնակցելուց։ Պարոն Եղոյանը պատմեց, պարոն Քոչարյան, դուք ինչ տպավորություն, ինչ հիշողություններ եք մինչև այսօր պահպանել։ Սուսանա, նախ ես էլ եմ ուզում շնորհավորել մեր բոլոր հեռուստադիտողներին մայիսի 1-ի կապակցությամբ։ Ինձ համար սա տոն էր եւ տոն է, չնայած էլի այսօր տոնական տրամադրություն չէր, էլի աշխատանքի մեջ, այսինքն մենք միմյանց էլ կարող ենք շնորհավորել, քանի որ սա աշխատավորության տոնն է, մենք էլ աշխատանքի էինք, այսինքն գործ էինք անում, պարապ չէինք։
Այնպես որ շնորհավորում եմ բոլոր աշխատավորներին եւ ցանկանում եմ, որ տարեց տարի այդ աշխատավորների թիվը ավելանա մեր հանրապետությունում, քանի որ դեռ այնքան էլ շատ չեն, ցավոք իհարկե։ Այո, ինձ համար տոն էր, ես ինչպես ասաց Արտավազդը, առաջին անգամ առնչվել եմ հրապարակում փուչիկներով, կարմիր դրոշակներով, հայրիկի սուսերին նստած այն ժամանակ ակադեմիայի կոլեկտիվի հետ մտնում էինք հրապարակ, ֆիզիոլոգիայի ինստիտուտի կոլեկտիվի հետ եւ երբ ես նստած էի հայրիկի սուսերին, ինձ թվում էր, թե ես ամենամեծ մարդն եմ աշխարհում։ Այդպիսի զգացողություն կար ինձ մոտ եւ կարծում եմ շատ երեխաների մոտ այդ տարիներին կար այդ Բախտը բերել է, որ ես այդ ժամանակ քեզանից մի 5-6 տարի ինչքան եմ մեծ 8 տարի մեծ եմ, չէ՞ բոլոր փուչիկներդ կպայթացնեին։ Պայթացնողներ կային։ Հետո իհարկե դպրոցական տարիներ, դպրոցում էլ պարտադիր յուրաքանչյուր մայիսի 1-ին նոյեմբերի 7-ին գնում էինք Շքերթի դպրոցով եւ հաճախ ինձ բախտ էր վիճակվում արչեվից գնալ եւ տանել կար այն ժամանակ սովորել եմ Պուշկինի դպրոցում եւ Պուշկինի պատկերն էր, փոքր Պուշկինի այսպես եւ այդ պատկերը մենք տանում էինք արչեվից հպարտությամբ, ինչպես տանում ես դրոշը, պետության դրոշը։ Իսկ հետագայում ավելի հետաքրքիր առնչություն ունեցա Շքերթների հետ, երբ արդեն սովորում էի Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում, ինձ այն տարիներին հրավիրեցին կոնկուրսի քաղաքում էր այդ բաժինը, որը պատրաստում էր շքերթները։ Ես որտեղ եմ ընկել մայրիկ ջան։ Դու էլ պակաս չես առնչվել։ Ես կուսակցական չեմ։ Ինձ չեն ընդունել ուղղակի։ Բայց ես էլ կուսակցական չեմ եղել։ Ես էլ կուսակցական չեմ եղել, բայց մասնակցել եմ բոլոր տոներին, կոմերիտական եղել եմ եւ հպարտանում եմ դրանով, քանի որ կոմերիտ միությունով մենք կոմերիտ միությունից օգտվում էինք այդ լծակներից եւ շատ միջոցառումներ էինք անցկացնում, այդ թվում նաեւ ազգային միջոցառումներ, որոնք այսօր ի դեպ չեն անցկացվում։ Այն ժամանակ մենք ստվերային թատրոն էինք ազգային ներկայացնում, տեխնիկային թատրոն, կոմերիտ միության շնորհիվ, ասես։ Չէ, ստվերային լսեցի, այսօր ցավոք սրտի մոռացված է դա։ Մի խոսքով, մեզ հրավիրում էին քաղաքում, տալիս էին այդ կոչերը եւ մենք մայիսի 1-ին եւ նոյեմբերի 7-ին մի խումբ իմ համակուրսեցիների հետ, իմ ավագ կուրսեցիների հետ գնում էինք հրապարակ, ձախ տրիբունան եւ այնտեղից սկսում էինք կարդալ այդ կոչերը։ Կեցցե մայիսի 1-ը աշխատավորության համերաշխության տոնը, ուռա ընկերներ, կամ հրապարակ են մտնում Սպանդարյանի շրջանի աշխատավորները, ուռա, եւ այլն, մայիս 1-ի ամբողջավար ողջույն։ Ասում էի, չէ, մենակ իրան կանչի, Սուսաննա։ Ոչ, ես միտումնավոր ձեզ հրավիրել եմ երկուսին, նախ մեր հեռուստադիտողները այլ կերպ ձեզ չեն էլ ընկալում։ Երկրորդը երկուստ էլ շատ մեծ ավանդ եք ունեցել, պարոն Քոչարյանը որպես բարող անմիջական մասնակից, պարոն Եղոյանը որպես ակտիվ մասնակից շքերթների։ Հոչեի մասնակցում։ Հոչեի մասնակցում, այնպես որ ներկայությունը պարտադիր է նույնպես։ Պարոն Քոչարյան, իսկ գաղտնիք չէ, որ ընդգրկվել շքերթը մեկնաբանող հաղորդավարների ցանկում շատ մեծ վստահություն էր նշանակում, շատ մեծ պատիվ։ Երբ առաջին անգամ իմացաք, որ ձեզ վստահված է այդ դերը, ինչ զգացիք կամ ինչ փոխվեց ձեր կյանքում։ Սուսաննա, ես ասեմ, շքերթը վարող մեկնաբանող հաղորդավարները այլ էին։ Նրանք էին, ովքեր եթերում էին մեկնաբանում, դա եւ Նարաշլեփչյանները, Վարուժան Օքինյանը, Այդա Ներսիսյան, Կարինե Սարգսյան։ Ոչ, եթերում չեմ եղել։ Ես անմիջականորեն հրապարակից եմ այդ կոչերը ներկայացրել եւ հաճախ էր ձայնս եթերում բնականելուն, քանի որ ուղիղ եթեր էր։ Ես ասեմ, շատ հետաքրքիր զգացողություն էր։ Իրոք ամեն մեկին չէր վստահվում, դա ստուգում էին ձայնը, ինտոնացիան, մի խոսքով ամեն ինչը ստուգում էին, որպեսզի համապատասխան լինի այդ օրվա համար։ Եվ շատ քչեր արժանացան այդ պատվին, ես ասում եմ պատվին, այո, իրոք ինձ համար դա պատիվ էր։ Ես ասում եմ, չէ, նրա մատը խառն է այդ գործը։ Իդեպ ասեմ, ես էլ եմ մասնակից եղել, բայց ոչ այդպես։ Ուղղակի որպես հնչյունային ռեժիսոր 2-3 անգամ շքերթների ձևավորումները ես էի անում, եթե լուրջ խոսենք դրա մասին, դա իհարկե շատ լուրջ, շատ պատասխանատու աշխատանք։ Պատասխանատու, բայց կուրիոզներ են եղել, ասեմ, որ ինձ թվում է այդտեղ քո մատն է խառը։ Օրինակ, այն տարիներին հաճախ էր լինում, կարդում էինք հրապարակով անցնում են մեր մանուկները, այսինքն մանկապարտեզի երեխաներ են անցնում, հրապարակով անցնում են, ասենք, Սպանդարյանի շրջանի փոքրիկները, ուռա,
եւ հանկարծակի ինչ ենք լսում։ Մեծերի ձայներ, ուռա! Դե ինչ անեի։ Սկզբում չհասկացանք, բանից պարզվում է այդ ուռաները ձայնագրված էին։ Կարող հրապարակից շատ քչերն էին բացականչում ուռա, հետո այդպես չէր լսվում։ Չէ՞ որ ներքևում միկրոֆոն չկար։ Ստիպված էինք այդ ուռաները մի քանի ձայնով, ես մի 40 հոգու ձայն հանել եմ։ Շատ ավելի մոնտաժ։ Հետաքրքիր է, այս ամենը իրոք որ պահպանվել են հիշողություններ, հաճելի հիշողություններ, այ հիմա վերհիշում եք եւ ժպիտ ծիծաղ են առաջացնում այդ հիշողությունները։ Իսկ եթե ավելի լուրջ հետադարձ հայացք նետենք այդ օրվան, այդ տոնին, ինչին էինք այդպես կուրորեն հավատում, համընդհանուր այսպես չակերտավոր համաճարակ կար, դեպի լուսավոր ապագա, դեպի երազած կոմունիզմ, համամիտ չեք։ Ես համամիտ չեմ։ Չէ։ Համամիտ չեմ, այդ տոները արտավազդը ճիշտ ասած, այդ տոները կոմունիստական տոներ չէին, դրանք առաջին հերթին ժողովրդական տոներ էին։ Բայց ինչի շուրջ էր համախմբում ժողովուրդը։ Հերթական անգամ մարդկանց համար առիթ էր ստեղծում, որպեսզի հանդիպեն միմյանց հետ։ Եվ հանդիպեն ոչ թե աշխատանքային վայրում, այլ հանդիպեն պարզապես հանգստանալու համար։ Հիմա այս հերոստախցիկներից այն կողմ գտնվողները թույլ չեն տա որ ստեն։ Շատ շատերին այո, ստիպողաբար էին բերում։ Ստիպում էին, ասենք դպրոցները, աշխատավայրերն էին կամ ուսանողներին, չէ, որ ասենք ժողովուրդը շատ երևա։ Այդ ամեն ինչը երևի արտասահմանի աչքերին թոզ փչելու համար էր։ Բայց մենք իրոք ուրախանում էինք, ինչ որ ուրախանալու բան կար։ Հավաքվում միմյանց էինք տեսնում, բա մայով կեքը։ Երկրորդ օրը, մայիսի 2-ը դա մեզ համար հրաշալի առիթ էր քեֆ անելու բնության գրկում, աղտոտելու հայկական բնությունը կոտրելու, ջարդելու շշերը։ Ես հիշում եմ մինչև հրապարակ մտնելը դե խումբ հավաքվում էին, հետո արդեն հերթականությամբ մտնում էին, չէ, հերթով մտնում էին հրապարակ։ Մինչև հրապարակ մտնելը խմբերով մարդիկ կանգնած, դհոլներով, զուռնաներով, ակարդեոններով քեֆ էին անում, պարում, ուրախանում, ի սրտե ուրախանում էին։ Տոներ մարդկանց համար։ Աշխատավորների տոներ ամենակարևորը։ Ես ուզում եմ մի խորհուրդ տալ, կոմունիստները բոլորը չէ որ վատ էին։ Ես ձեզ ուրիշ բան ասեմ, նրանց մեջ շատ խելացի մարդիկ կային, եւ մենք առավել խելացի կլինեինք, որ օգտվելով նրանց խելացի մտքերից ստեղծեինք շատ խելացի լավ բաներ։ Այսինքն ոչ թե մի տեսակ վանենք նրանց մեզ, ոչ, շատ լավ բաներ կար, որ կարելի էր ոչ թե ընդօրինակել, այլ ուղղակի վերցնել որպես նախատիպ, մշակելով նորովի մատուցել ժողովրդին, որպես տոն, որպես միջոցառում, massայական միջոցառումների գիգանտներ էին այդ ժամանակ հայտնվում։ Մարդիկ, որոնք այսօր ես տեսնում եմ, երբեմն էլ մեր հյուրերն են լինում, չէ՞ դրանք մեր երրորդ ակումբում, եւ ես ասում եմ, այս մարդիկ ժամանակին ինձ համար հզոր բաներ էին, էլի, պոստ գրավող մարդիկ, որոնք լծակ էին բռնում եւ շարժելով այդ լծակը տալիս էին հզոր բաներ, շատ հզոր բաներ։ Ես կասեի այսպիսի մի բան, մայիս 1-յան այդ շքերթները երևի ճիշտ է, կոմունիստական չէին, ես կրկնում եմ, սովետական առավել եւս չէին, որտեղ 1890 թե 96 թվին առաջին անգամ Միացյալ Նահանգներում Չիկագո էր թե Շուտով կներկայացնեմ դա, մենք տեսանք։ Մի ժամանակ մենք այդպիսի հատեսանյութ ունենք։ Ուզում եմ ասել, որ այդ ամեն ինչը մեզ մոտ շատ թող մի քիչ էլ ստիպողաբար, բայց շատ ավելի լավ տեսք ունեին, գեղեցիկ, հզոր, մեծ եւ հզոր պետության դեմք էին հանդիսանում։ Եվ ասեմ, նրանք ովքեր այն ժամանակ ստիպված էին գնում, ստիպելով էին նրանց տանում, հենց առաջին հերթին նրանք են այսօր կարոտում այդ շքերթները եւ տոները։ Ինձ էլ են ստիպողաբար շատ տարել, բայց ես կարոտում եմ։ Այս կարոտի, այս հիշողությունների մեջ գերիշխում է անցյալ ժամանակը։ Այնուամենայնիվ այսօր բացի կարոտից, եթե խոսելու լինենք, ասենք, գուցե տոները ունեն վաղեմության ժամկետ, անցնում են եւ դրանց փոխարինելու գալիս են նոր առիթներ, նոր տոներ, միջոցառումներ, ինչը կարող է կրկին համախմբել ժողովրդին, ինչպիսի գաղափար։ Թեև ես հիմա ասացի եւ մտածեցի, հիշեցի անցած տարվա միասնության շուրջ պարը։ Նոր երևույթ էր մեզանում, բայց կարծես դարձյալ ժողովրդին համախմբեց մի գաղափարի շուրջ եւ հույս կա, որ ամեն ինչ չի անցնում, փոխարինելու գալիս է։ Տարի կկրկնվի։ Կամ գուցե նոր մի բան կազմակերպի։ Համամիտ չեմ այն մտքի հետ, որ պետք է հինը կորչի, որ նորը հայտնվի։ Ավելի լավ շփայվի ավելանա։ Այո, ինչու, օրինակ թող մայիս 1-յան այս տոնը լինի այդպես հզոր, գեղեցիկ, ինչու՞ չէ։ Մեր անկախ մեր սիրելի Հայաստանի աշխատավորների տոնը թող լինի։ Մեծարենք, հարգենք, սիրենք, աշխատանքը գնա։ Ես շատ ուրախանում եմ Սուսաննա, որ արդեն որ երրորդ տարին է մեր Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում նշվում է այս տոնը եւ ես ողջունում եմ Հրանտ Վարդանյանին։ Այո, հրաշալի է։
Ապրենք շատ լավ։ Այո։ Տրնդեզը ինչու չի վերանում։ Էլի հին տոն է, մնում է, չէ։ Ինչի անպայման պիտի հինը վերացնենք, նորը ստեղծենք, չէ, թող հների շարքին ավելացնենք նաև նորը։ Կարծում եք, որ արհեստականորեն վերացավ այդ մայիսի 1-ը։ Ես իմ ինչ որտեղ երևի ստիպողաբար, էլի ստիպողաբար, թե կոմունիստական է, որտեղ դա թյուր կարծիք է։ Թյուր կարծիք է։ Մայիսի 9-ը լավ էր զուգադիպեց Շուշիի գրավման հետ, թե չէ էլի պիտի կորեր բանակի։ Բայց այդքան վետերաններ ունենք։ Ունենք մարդիկ, որոնք այսօր մոռանալու։ մեկ ամբողջ տարի 364 օր սպասում են, որ այդ մի օրը իրենց համար տոն լինի, որ շարեն իրենց իշխանները։ Գիտեք ինչքան ծանր է։ Ես ասեմ, օրինակ ես շատ ներողություն արտավազդ անցած տարի 60-ամյակներ մեծ հաղթանակի եւ ես շատ դժգոհ եմ, թե ինչպես Հայաստանում նշվեց այդ տոնը։ Երբ մենք նայում ենք թե Մոսկվայում ինչպես է նշվում այդ հզոր տոնը, ինչպես նշվեց, շատ տխուր էր ինձ համար տեսնել թե ինչպես արվեց այստեղ մեզ։ Եվ երևի խոսքը միայն կազմակերպչական կողմի մասին չի, այլ ընդհանուր այն ուշադրությանը, որ երևի ավելին էին արժանի վետերանները, վերաբերմունքի։ Սա վերաբերմունքի է, բայց ինչ որտեղ էլ արդարացվում է երևի նրանից, որ շատ մարդիկ այսօր աշխատանք են փնտրում ավելի շատ, քան տոներ։ Ես դրա համար իզուր չէր, որ սկզբից շնորհավորեցի բոլոր նրանց ում համար տոն է այսօր, որտեղ կան մարդիկ աշխատավորներ, որոնք արդեն վաղուց աշխատավոր չեն։ Ինչ տոն աշխատավորական, եթե մարդը աշխատանք չունի։ Ես մի բան հիշեցի, ներողություն, էլի կապված շքերթների հետ, ուրեմն մի անգամ մայիսի 1-ին սարսափելի ցուրտ էր։ Նույնիսկ հիշում ես մի անգամ ձյուն եկավ մայիսի 1-ին։ Եվ ես գնացել էի ձայնս կտրված վիճակում։ Գնացել էի, դե ստիպված եմ գնալ, անհնար է չգնալ, պետք է գնալ կարդալ, բայց ձայնս կտրվել է, ինչ անեմ։ Գնացել եմ բարձրացանք այդ ձախ տրիբունան այնտեղ եւ անտրամադիր կանգնած եմ։ Եկավ Հայաստանի ղեկավարությունը եւ երբ իմ կողքով անցավ լուսահոգի Կարեն Սերոբիչ-Դեմիրճյան, նա ինչ որ բան զգաց երևի այդ պահին, շուռ եկավ ասեց. «Ինչ է պատահել»։ Ինձ համար իհարկե դա այնպեսի պահ էր, կենտկոմի առաջին քարտուղարը ինձ ուսանողի դիմում ես, ինչ է պատահել։ Անհարմար զգալով ասեցի Կարեն Սերոբիչ, ճիշտ ասած ձայնս է կտրված, մրսել եմ, բան շուռ եկավ ասեց. «Այս տղային իջացրեք ներքև, մի հատ սուրճ եւ կոնյակ»։ Եվ ինձ իջացրեցին կառավարական բուֆետը, որը իդեպ գտնվում էր պատվանդանի տակ, Լենինի արձանի պատվանդանի տակ։ Այո, Արմենիա հյուրանոցից գալիս էին այնտեղ մատուցողները եւ միշտ տոնական սեղան էր այնտեղ։ Տվեցին ինձ սուրճը, կոնյակը եւ 15 րոպե հետո իմ ձայնը բացվեց։ Հիմա ես եմ այդ օրին, այսօր լավ մրսեցի, ձայնս կտրվեց, Կարեն, տես ինչ ես անում։ Հետաքրքիր հիշողություններ, տպավորություններ, նաև այդ ամենը պահպանվել է, այդ ամենը չէ, դրանց որոշ մասը պահպանվել է տեսաժապավենի վրա։ Տեսանյութը, որ քիչ հետո կդիտենք, ունի շուրջ 13 տարվա վաղեմություն։ Այո, 93 թվական մայիսի 1-ը մենք նշում էինք։ Առայժմ առանց մեկնաբանությունների դիտենք տեսանյութը, հետո վերադառնանք տաղավար։ Խնդրեմ տեսանյութը։ Մայիսի 1-ը աշխատավորների միջազգային համերաշխության օրը։ Մայիսի 1-ը որպես բոլոր երկրների աշխատավորների միջազգային համերաշխության օր է հռչակվել երկրորդ ինտերնացիոնալի 1989 թվականի Փարիզի կոնգրեսի որոշմամբ, ի հիշատակ Չիկագոյի բանվորների 1886 թվականի մայիսի 1-ի ցույցի։ 1890 թվականին միջազգային պրոլետարիատը առաջին անգամ նշեց մայիսի 1-ը։ Արևելյան Եվրոպայի եւ Ամերիկայի երկրների բանվորները դուրս եկան ցույցի «Պրոլետարներ բոլոր երկրների միացեք» լոզունգով։ Լոնդոնում մայիս 1-յան ցույցին մասնակցեց Ֆրիդրիխ Էնգելսը։ Ռուսաստանի պրոլետարիատը առաջին անգամ հեղափոխական մայով կանցկացրեց 1891 թվականին Պետերբուրգի շրջակայքում։ Այդ մայիս 1-յան միջոցառմանը մասնակցեց 70-ից 80 մարդ։
շատ հետաքրքիր տեսանյութ էր այն իսկապես խոսում էր այն մասին, որ չէ, ես համամիտ չեմ, որ հիմա ձեր եռանդը կամ երկիծանքը պակասել է, բայց հիմա նման տեսանյութ համահունչ հիմիկվա թեմաների կնկարահանեք թե ոչ, կամ Սուսանա, ասեմ, ամեն ինչը ունի իր ժամանակը։ Այսօր էլի կդիտենք իհարկե այն տարիների տեսանյութերից, այն ժամանակ անհամեստություն թող չլինի, բայց առաջիններն էինք, որ նույնիսկ ուղիղ եթերում խաղում էինք մանրապատումներ, Արտավազդի հետ ներկայացնում ենք մանրապատումներ։ Բայց անցավ այդ ժամանակը, անցավ այդ կարիքը։ Հիմա մեզ ուզում են տեսնել այլ դերում։ Ավելի լուրջ լրջացել ենք կարիքով, ես նայում էի նոր այս կադրերը, Կարեն որտեղից փոլփլեցիր, բերեցիր։ Իրեն եմ նայում եւ այդ ես էլ եմ։ Քիչ հետո քեզ էլ կնայես։ Ես էլ եմ այդքան ծերացել։ Իզուր չէր որ Սուսաննան ասեց, որ մեր ավակ։ Չես ծերացել, սոլիդ ես ավելի։ Գիտես, ինձ ու քեզ այսպես նայելով ծերակույտի նմանացրեցի։ Չէ, դրա դեպքում կարծում եմ ես անգամ չեմ ուզում դա որպես հումոր ընդունել, որովհետև ձեր եռանդը, ձեր երկիծանքը մշտապես պահում է ձեզ փայլուն մարզավիճակում եւ տեսանյութը, որ դիտեցինք, պարզապես պիտի շնորհակալ լինենք 20-րդ դարի հրաշքներից մեկին, տեսաժապավեն, կինո այս երևույթին։ Ուղղակի հնարավորություն է տալիս ժամանակի մեջ տեղափոխվել։ 13 եւ ավել տարիների հետ։ Սուսաննա ջան, հետաքրքիրն այն է, որ առաջին իսկ օրվա նկարահանումները մենք այսօր ունենք։ Այն ինչ նկարվել է ժապավենի վրա, պահվում է որպես արխիվային նյութ եւ մենք ասում ենք սիրոյը, ոչ թե միայն եթերայինը, այլ նաեւ այն ինչը որ ասենք հումք է հանդիսացել տվյալ ծրագիրը հավաքելու համար։ Նույնիսկ դրանք պահած ունենք։ Բավականին ծախսեր էր այն ժամանակվա համար։ Հիմա են այդ ժապավենները ավելի էժանացել, հնարավորություն կա ավելի շատ ձեռք բերել, իսկ այն ժամանակ բավականին թանկ էին։ Եթե հիշում եք, ես մի VHS ժապավենը մինչև 2-300 ռուբլի գին ունեին 80 քանի թվերին, ել չեմ ասում 500-ի մասին։ Դե պատկերացրեք, որ այդ բոլոր նկարվածները պահվեին։ Եվ ես շատ շնորհակալ եմ իմ գործընկերոջը, որին ես կնքել եմ, այսպես ասած, արխիվարիուս, որովհետև մի ժամանակահատված ես գրանցում էի իմ ամբողջ արխիվը, ժապավենները, հետո հոգնեցի ու թողեցի։ Նա վերցրեց նորից վերականգնեց, թղթերը փոխեց, անունները գրեց, եւ այսօր մենք ունենք հնարավորություն, թե Սուսաննան, թե մյուսը, ով ցանկանա, ասի այսինչ բան է եւ մենք կարող ենք անել մեր արխիվից բերել։ Եվ հրաշալի հնարավորություն է տալիս դա վերհիշել մեր անցյալը կար։ Եթե խոսք գնաց արխիվի մասին, ասեմ, որ ես օրինակ մեծ հաճույքով այսօր դիտում եմ վավերագրական ֆիլմերը, հին վավերագրական ֆիլմերը, եւ այսօր երբ դիտում ես այդ ֆիլմերը, այնքան ծանոթ եւ հարազատ դեմքեր ես տեսնում։ Մի անգամ պատահական դիտում էի ֆիլմերից մեկն էին ցուցադրում փառատոնի մասին, համամիջնական կինոփառատոն Երևանում տեղի ունեցավ, եթե չեմ սխալվում, դա 76 թվականներ, 76-77 թվականներ։ Երբ դիտում էի այդ ֆիլմը, հանկարծակի հիշեցի, ասացի, ախր այս փառատոնի առաջին մրցանակը ես եմ հանձնել այն ժամանակ լինելով թատերական ինստիտուտի ուսանող, մեծ տարան որպեսզի մրցանակները հանձնել, եւ հիշում էի Գուբենկոին եմ հանձնել Պատրանկի ֆիլմի համար, որը առաջին մրցանակ շահեց այդ տարի։ Ես այդերին հիշեցի, գիտես ինչը։ Արի ակտուալ, խոսենք օրվա վերաբերյալ։ Օրինակ Մոկացյանի Շքերթը ֆիլմ։ Այո։ Եվ ոչ միայն Շքերթը, Վերջերքը։ Հա, Վերջերքը։ Լեյնի Արձանը երբ հանում են, հրաշալի ֆիլմ արեց Անատոլի Մոկացյանը, հեռուստաֆիլմի Երևան ստուդիայում։ Երևի տեսած կլինես Սուսաննա այդ ֆիլմը, Շքերթի մասին պատմող եւ բավականին քրոնիկա կա այնտեղ կադրեր, եւ ես հպարտ եմ, որ մենք ունենք այդ արխիվը, թե Երևան ստուդիայում, թե Արմեն ֆիլմում, հիմա ոնց է կոչվում, Մամո Բեկնազարյանի ինչ-որ նոր անունն է, բոլոր դեպքերում մենք ունենք արխիվներ, որոնք գալիս են ճիշտ է սովետական ժամանակաշրջանից, սակայն պատմում են մեր մասին, մեր հայրերի, մայրերի, պապերի մասին։ Բայց ինչքան նյութեր կա ազգային ֆիլմադարանում, որոնք պետք է պարզապես վերականգնել այդ նյութերը, ափսոս են այդ նյութերը։ Իհարկե, խոսք կա, որ այս ամենը թվայնացվում է, պահպանվում է, իսկապես այդ ամենին պետք է վերաբերվել որպես սրբազան մասունքների, մեր ժողովրդի, մեր պատմության, եւ ձեր անձնական պահոցը այս առումով երևի նույնպես շատ կարևոր դեր է խաղում։ Իհարկե, ինչպես քիչ առաջ պարոն Եղոյանը նշեց, մեր այսօրվա հանդիպման թեման եւ առանցքային առիթը դա մայիս 1-յան տոնն է, աշխատավորների կամ աշխատանքի օրը։ Բայց կարծում եմ, որ հաջողախոսություն չեք ընկալի, եթե ասեմ, որ այն տարիներին, այն ցուրտ ու մութ տարիներին
երրորդ տալիքը իսկապես շատ մեծ առաքելություններ կատարում։ Մեզ գովում ենք։ Ասի Կաստանամ։ Երբ իսկապես բոլորը սպասում են, չգիտեմ, մարտկոցներով էին միացնում հեռուստացույցը, միտեղ էին հավաքվում հարևանի մոտ, որտեղ որ հոսանք կար դիտելու երրորդ տալիքը, հաղորդակցվելու լավ տրամադրության, որ այնքան կարևոր էր, այնքան կարիքը զգում էինք բոլորս այդ օրերին։ Ես սա միշտ պատմել եմ, բայց պիտի մի անգամ հիշում ես, որ քիչ էր մնում հաջորդ օրը ինձ սիրելով ծեծեին։ Վերևից տեսա, որ քաղաքում լույս չկա։ Ասի Կարեն ջան, ով է մեզ նայում։ Արի մի հատ ախմախ ֆիլմ կար, շատ վատ ֆիլմ, էլի, անկապ։ Դնենք գնա թարգմանել եմ, չարչարվել եմ լավ ֆիլմերը, թող այն ժամանակ լինի, երբ որ լույս լինի։ Ասես դնենք, դրեցինք։ Հաջորդ օրը պարոն Եղոյան, ես ինչ եք արել։ Ախր ակումուլատորը ծերով 9-րդ հարկ եմ բարձր, լիֆտեր չկա։ Ներողություն, այլևս չեմ անի։ Ես պարզապես ուզում եմ ասել, որ այո, արել ենք այդ ամենը, չեմ ուզում այդ մասին խոսենք, քանի որ շատ խոսեցինք, մանավանդ վերջերս էլ նշեցինք 15-ամյակը երրորդ տալիքի եւ շատ խոսվեց։ Պարզապես ուզում եմ ասել, որ մենք միշտ առիթ է մեզ համար եղել, միշտ հնարավորություն ենք ուզեցել ստեղծել մարդկանց համար տոն պարգևել, մարդկանց համար տոն ստեղծել։ Այսինքն հիմա երրորդ ակումբը երբ անում ենք, փնտրում ենք ով է ծնվել այդ շաբաթվա ընթացքում, ինչ տոն կա այդ շաբաթվա ընթացքում եւ փորձում ենք անել։ Հիմա վաղը նկարահանելու ենք մեր ռադիոյի 80-ամյակին նվիրված հաղորդումը եւ մայիսի 9-ին նվիրված հաղորդումը։ Եվ շատ մարդկանց համար անակնկալներ մատուցել։ Այո։ Պատահաբար հեռուստացույցի առջև մարդը նստած եւ հանկարծ տեսնում է, որ հիշում ենք իր ծննդյան օրը, առանց պայմանավորվելու։ Եվ քանի որ խոսք գնաց այդ մասին, ես ուզում եմ մեր ակումբի երկու անդամներին, մեր հրաշալի ընկերներին շնորհավորել, քանի որ այսօր նրանց ծննդյան օրն է։ Երկուսով բազմիցս ասել ենք ծնվել են մի օր, նույն օրը, նույն ծննդատանը, այո։ Մեր ծրագրի հյուրն էին։ Գիտեր այդ մասին, Արմեն Նեմանուկյան, պրոդյուսեր, մեր լավ բարեկամը եւ Թաթևոսյան կրկին մեր Կոմիտասի քարյակի առաջին ջութակը, հրաշալի մասնագետ, հրաշալի վարպետ, մայեստրո։ Երկուսիդ էլ շնորհավորում ենք սերունդներս ծննդյան օրվա կապակցությամբ եւ սպասում ենք հաջորդ տարի շատ ճոխ նշել ձեր հոբելյանը։ Միանում եմ Կարեն Քոչարյանի խոսքերին։ Քանի որ խոսք գնաց ձեր ծրագրի մասին, կամ մի ընդհանուր գիծ ըստ իս, որ ընդհանրացնում է ձեր ծրագիրը եւ իրիկնային ռանդևուն։ Դա այն պայմանն է, որ ծրագրում պետք է անպայման հնչի երաժշտություն եւ պետք է երգել։ Ճիշտն ասած, մենք ծրագրից առաջ մտածում էինք կապած տոնի հետ, թե ինչ երաժշտություն հնչի կամ բնականաբար պետք է լիներ քայլերգ։ Մտածում էինք, մտաբերում էինք հայկական քայլերգ, բայց այդպեսին չգտանք, ցավոք։ Կապած մայիսի 1-ի հետ։ Հիշում ես այդպիսի մի բան, գուցե կա այդպիսի մի երգ, որ մենք չենք հիշել։ Որքան ինձ հայտնի է գործիքային երաժշտություն, բայց խոսքով այ Մարտին Ցոլակը չստեղ որ լինել իսկ մենք կհիշել։ Հեյ գիտի Վարդազարյանն ես։ Ես գիտեմ որտեղ է ներկայացնում գործի։ Թե չէ նայր այսօր այստեղ սիրով ներկա կգտնվեր։ Բայց փոքրիկ լավ, այս դեպքում եթե մտաբերեք խոսքեր կձայնակցեք, եթե ոչ ուղղակի վերհիշենք երաժշտության շնորհիվ տեղափոխվենք մայիս 1-յան շքերթի տրամադրության այդ մթնոլորտը եւ կրկին կշարունակենք մեր զրույցը։ Իգործ։ Спасибо огромное. Просыпается планета, наша родная Земля. Айсишучая, могучая, никем не победимая, она моя, Москва моя, ты самая любимая. Հապատիչ պատհոս կար, չես երկերի մեջ, ինչպես էր համախմբում, ապրես Այո, այն ռուսերեն էր, բայց շնորհակալություն ձայնակցելու համար, բայց Ինչքան հիշեցի։ Բայց իրողությունն այն է, որ այս երաժշտության, այս քայլերգների ներքո ենք քայլել, գնացել շքերթների եւ զգացել, լիովին զգացել այդ տոնի մթնոլորտը։ Բա ինչ փողային նվագախմբեր կային։ Այո։ Ինչ մայեստրոներ կային։ Հիմա էլ կան,
Չնվազեցնենք նրանց Փողային աշխատանքը, նվագախմբերը դա ավանդույթ էր։ Թերագնահատենք։ Ավանդույթ էր։ Չէ, չեմ թերագնահատում։ Չեմ թերագնահատում։ Հիմա ավելի դժվար է այդպիսի խմբեր պահելը, քան այն ժամանակ։ Իհարկե։ Այն ժամանակ կարող եմ Մոսկվայից մի ամբողջ խմբի կոմպլեկտը գործիքները ուղարկեին, իսկ հիմա ես մի քանի տեղ տեսել եմ պահեստներում ծռած պղնձե տրամբոնները, վալտորնաները, բասերը տեսել եմ մի երկու տեղ ծռած ճմրթած տղաները, որ այսօր չէ, այսօրվա աշխատանքը ավելի դժվար է, իհարկե։ Սակայն մենք ընդհատեցինք Սուսանային ներկայացումը։ Կներես Սուսանա։ Չէ, պարզապես սա որպես մեր հաղորդման պարտադիր երանգ։ Ոնց որ մեր է, էլի։ Ստիպում է երկել։ Եթե չեմ սխալվում, վաղը չեմիսօր մայիսի 3-ին նշվում է մամուլի ազատության օրը։ Եվ որպես յետսովետական շրջանի ձեռքբերում, ինչ կասեք, օրինակ կարելի է շնորհակալ լինել այսպիսի երևույթին, ասենք Սովետ միության փլուզումից հետո, շնորհակալ լինել մամուլի ազատությանը, չբացենք ճակերտները, կա այն լիովին թե ոչ։ Համենայն դեպս այն ժամանակ, պարոն Քոչարյան, թե չեմ սխալվում, 10 ատյաններով անցած հաղորդավարական տեքստը իրավունք չունեիք վերափոխելու, ինչ որ բան պակասեցնելու։ Այդ առումով համամիտ եմ, բայց ես ասեմ, ես դա ասել եմ եթերում եւ ուզում եմ կրկնել։ Ես դրան եմ կարոտում։ Քանի որ խստությանը։ Այո, խստությանը, ես կարոտում եմ խստությանը հեռուստատեսությունում, ընդհանրապես, ոչ միայն հեռուստատեսությունում, յուրաքանչյուր աշխատավայրում։ Ես չգիտեմ, Էլմիրան հիմա մեզ դիտում է թե չէ։ Կարծում եմ դիտում է։ Կարոտը չուտով կառնես։ Այսինքն դուք միջորը զգում եք խստությունը։ Չէ, ես դες ասեմ, այդ խստությունը մեր մեջ կար այն ժամանակվանից։ Եվ հիմա սուտ չեմ ասի, որ շեշտեմ փաստը, որ նույնիսկ այն ժամանակ ես չեմ զգացել այդ բռունցքը, ինքը զգացել է, ես չեմ զգացել։ Ես աշխատում էի մշակույթի նախարարության հանրապետական գիտամեթոդական կենտրոնում, որտեղ նույնպես շփվում էին այդ բռունցքի հետ, օրենքով ասած, բայց ես չեմ տեսել, արվեստի մեջ դա չեմ տեսել։ Կներեք ինձ, ուղղակի չեմ գուցե եղել է, ես չեմ տեսել, բայց կային բռունցքներ, որ գիտեի ուրիշ տեղերում ազդում էին։ Մանավանդ երբ պատմում են քո մասին, թե ինչպես ես տեքստերը կարդացել լրաբերի։ Ես լրաբեր շատ քիչ եմ կարդացել։ Հա, բայց քեզ նկատողություն են տվել, չէ, ինչի համար։ Ծրագրի, այո, մի քանի բառ փոխելու համար։ Դուք ասացիք, որ չեք զգացել այդ բռունցքը եւ կարծում եմ իսկապես անկեղծ եք եղել, որովհետեւ այն տեսանյութը, որ քիչ հետո պիտի դիտենք, այն գնացել է եթեր եւ գուցե մի պահ, եթե մտածում ես, որ դա դարձյալ 13 տարի առաջ է եղել, պետք է որ արգել էին, բայց չեն արգել են։ Միասին դիտենք այդ տեսանյութը եւ վերադառնանք տաղավար։ Խնդրեմ տեսանյութը։ Հանրագիտարանի մի բառ հոդվածի ստուգաբանություն կամ պարոդիա։ Մայիսյան բզեզներ։ Առաջացել են Ռուսաստանի տարածքում, ապա տարածվել Եվրոպայի եւ մի շարք այլ երկրներում։ Նրանց հիմնական աշխուժացումն ու հավաքները տեղի են ունեցել մայիս եւ հոկտեմբեր ամիսներին։ Մայիսյան բզեզների հասունացումը ընթացել է 3 փուլով։ Առաջին. Կարմիր փողկապի արկայությունն ու ներգործությունը վաղ տարիքի աշխարհընկալման գործում։ Պրոցեսում։ Երկրորդ. Մայիսյան բզեզների հնարավոր գոյությունը շրջակա միջավայրում տեսության առաջնորդ L տիպի բզեզի կրծքանշանի կրելը եւ հետո տեսությունը սերտելը։ Երրորդ. շրջակա միջավայրում հարմար տեղավորվելը, բասկաթոռ կամ երբեմն ամբիոն, թքած մնացածի վրա։ Մայիսյան բզեզները մեծ վնաս են հասցրել փոքր ազգերին, ազգային ազգամիջյան հարաբերություններին, նրանց լեզվին եւ իհարկե հողային տարածքներին։ Պայքարի միջոցներն են նրանց համոզելը, վնասատու լինելու բնույթի փոխելը եւ երկրորդ հողում թրթուրների ոչնչացումը եւ միջատասպան նյութի օգտագործումը։ Հայրազան Ինդիրա Հանդի։ Լեոնիդ Իլիչ։ Այո։ Ինդիրա Հանդին չէ, Մարգարետ Թետչերն է։ Ինչ որտեղ գիտես։ Ինչ որտեղ է Ինդիրա Հանդի։ Oh.
չեն կարդում, դա օլիմպիական 5 օղակներն են։ Իսկապես որ այսպիսի նյութը թույլ են տվել, որ գնա եթեր, թեև այն ժամանակ արդեն գլխավոր քարտուղարը Լեոնիդ Բրեժնևը չէր, այնուամենայնիվ խստությունը Այն ժամանակ գլխավոր քարտուղարը արդեն չկար։ Բայց ես հաջողվել է այն ինչ որ մտածում եք եւ համով ֆոտով ներկայացնել հեռուստադիտողներին, ինչպես միշտ։ Չկար այդ բռունցքը նույնիսկ դրանից առաջ, սա դեռ մի քիչ ավելի այս կողմի, դեռ այս ժամանակվա, ավելի շուտ 80 քանի թվերին, հիշում ես խճանկարը։ Ոնց չեմ հիշում։ Ինչեր էին կանում։ Ով էր մեզ բան ասում։ Այն ժամանակ կոմունիստներն էին, այն ժամանակ Գորբաչովներ, եւ ոչ մի բան։ Հա, եթե Անդրոպովի ժամանական էինք, երներս կանից էին։ Ինձ է ներքին չափի զգացողությունը միշտ եղել է։ Իհարկե կար։ Իդեպ ասեմ, որ այդ Մայիսյան բզեզների տեքստը գրել էր Վաշիկը մեր, Վաչագան Ներսիսյան լուսահոգի։ Նույնիսկ այն թքած բառի համար էլ վատ եւ ասեց ինչպես եթերում այսպիսի բան ասեմ, այսինքն կար ներքին ցենզուրան, որ թույլ չի տալիս այդպիսի բառերը նույնիսկ ինքդ քեզ խմբակ։ Հիմա էլ, այո, հիմա էլ չի լինի։ Պարոնայք, ցավոք մեր եթերաժամը մոտեցավ ավարտին, մեր այսօրվա ժամադրությունը ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ընդունեցիք հրավերը եւ մեր հյուրերը եղաք։ Ավելի ճիշտ ոչ թե հյուրերը, այլ աշխատեցիք ուղիղ եթերում, ինչպես միշտ։ Մի գաղտնիք ասեմ։ Ահա։ Մեզ համար հաճելի էր դրա համար եկանք։ Շնորհակալ եմ։ Հաճելի էր հեռուստադիտողներին եւս մեկ անգամ եւս մի առիթով ձեզ հանդիպել եթերում, բացի երրորդ ակումբից։ Մեծ հաճույքով։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր այսօրվա ժամադրությունը մոտեցավ ավարտին։ Պաշտոնական տոները գալիս եւ անցնում են, իսկ տոնի իրական զգացողությունը ստեղծում ենք մենք ինքներս։ Էլ ինչ տոն առանց ծաղիկների։ Ջանիբեկյան 2 հասցեում է գտնվում Երևան Դիզայն ստուդիո։ Երևան Դիզայն ստուդիո իրիկնային ռանդևու ծրագրի հովանավորն է։ Այնտեղ Ջանիբեկյան 2 հասցեում բոլոր երազանքները գեղեցիկի մասին դառնում են իրականություն։ 319 019 հեռախոսահամարն է։ Ձեր տոնական տրամադրությանը վերջնական տոնական տեսք կտա տոնական սանրվածքը։ Վարդանանց 14 հասցեում է գտնվում Սուսոյի մոտ գեղեցկության սրահը։ 54 14 61 հեռախոսահամարով կարող եք զանգահարել։ Իսկ ես շնորհակալություն եմ հայտնում մատուցած ծառայության համար վարսահարդար Սյուզաննա Չախոյանին։ Մինչև հաջորդ ռանդևու։ Ասում են, հրաշքները ամեն մեկին չէ, որ այցելում են, իսկ այստեղ Երևան Դիզայն ստուդիոյում հրաշքները հենց ձեզ են սպասում։ Բնական եւ արհեստական ծաղկային կոմպոզիցիաներ եւ աքսեսուարներ, հարսանյաց, երեկոյան եւ մանկական զգեստներ, տարոսիկներ, մոմեր ու զամբյուղներ։ Եվ ոչ միայն ինտերիերի եւ էքստերիերի, նաեւ եկեղեցու խորանի ձևավորում, շքեղ լիմուզին, շոու ծրագրերի, տոնական եւ հարսանյաց միջոցառումների կազմակերպում, նկարահանում եւ մոնտաժ։ Գեղեցիկի ձեր երազանքը մենք կդարձնենք իրականություն։ Երևան Դիզայն ստուդիո։ Հասցեն